Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Այսօր հայ ժողովուրդը լռությամբ ու խոնարհումով հիշում է իր պատմության ամենացավոտ էջերից մեկը։ Այսօր հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական իշխանությունները որդեգրել էին պանթուրքիզմի քաղաքականությունը, նպատակ ունենալով ստեղծել մեծ կայսրություն եւ այդ ճանապարհին վերացնել ազգային փոքրամասնություններին։ Այդ ծրագրի գլխավոր խոչընդոտը հայ ժողովուրդն էր։ Ուզում էին մեկ հայ թողնել, այն էլ թանգարանում։ 1915-ից 1923 թվականներին թուրքական յաթաղանի զոհ է դարձել շուրջ 1.5 միլիոն հայ։ Սակայն հայոց ցեղասպանությունը միայն ողբերգության եւ կորուստի պատմություն չէ։ Այն նաեւ պայքարի, դիմադրության եւ արժանապատվության պատմություն է։ Շատ վայրերում հայերը կարողացան կազմակերպվել եւ պայքարել իրենց գոյության համար։ Ինչպիսի ինքնապաշտպանական մարտեր են տեղի ունեցել 1915-ին, ինչպես են հայերը համախմբվել ու դիմադրել ծայրահեղ պայմաններում եւ ինչ դասեր կարելի է քաղել այդ պայքարից, ռեպորտաժում։ Հայոց ցեղասպանությունը դա միայն սգի եւ ցավի պատմություն չէ, դա նաեւ հերոսական էջ է, որը պետք է ոչ թե թաքցնել, այլ ցույց տալ դրա ավելի կարեւոր երեսը, թե ինչպես առանց մտավոր կենտրոնի, առանց մտավորականության եւ առանց երիտասարդության մնացած հայ ժողովուրդը շատ դեպքերում կարողացավ ջարդել պետական ամբողջ ապարատի աջակցություն ունեցող թուրքական բանակը։ Ցեղասպանության ամիսներին հայությունը որոշ վայրերում կարողացավ համախմբվել եւ միահամուռ պայքար մղել իր գոյության իրավունքը պաշտպանելու համար։ Ընդ որում, արևմտահայությունը համեմատաբար քիչ զոհ ունեցավ միայն այն վայրերում, որտեղ կարողացել էր համախմբվել եւ դիմադրություն ցույց տալ։ 1915 թվականի ապրիլից մոտ 22-23 հազար հայ բնակչություն ունեցող Վան քաղաքը, ունենալով մոտ 500 գործող հրացան, ուղիղ մեկ ամիս հերոսաբար դիմադրեց մոտ 15 հազարանոց թուրքական կանոնավոր բանակին։ Քաղաքի ներքին ինքնակազմակերպումը այնպիսի բարձր մակարդակի էր հասել, որ աշխարհից թուրքական պաշարումով կտրված Վանը վառոդ էր արտադրում, ապահովված էր միջդիրքային լոգիստիկան, պարենի եւ ռազմամթերքի մատակարարումը։ Հերոսական դիմադրության շնորհիվ Վանի եւ Վիլայեթի մոտ 200,000 հայ կարողացավ ապահով գաղթել ռուսական կայսրության տարածք։ Երիտթուրքերը կատաղի դիմադրության են հանդիպում նաեւ Շապին-Գարահիսար քաղաքի հայկական թաղամասում։ Այստեղ ինքնապաշտպանական մարտերը սկսվում են 1915 թվականի հունիսին։ Տեղի հայերը կազմում են զինվորական խորհուրդ, որը գլխավորում է Ղուկաս Դեովլեթյանը։ 5000-ի հասնող հայ բնակչությունն ամրանում է քաղաքից ոչ հեռու գտնվող Բերդում, որը թշնամի շրջապատում է։ Ինքնապաշտպանական մարտերին մասնակցում էին նաև հայ պատանիները։ 14-ամյա Հայկ Թևեքելյանը կյանքի գնով կարողանում է ձախողել թուրքական գրոհը եւ փախուստի մատնել թշնամուն։ Զինամթերքի, պարենի եւ հատկապես ջրի սպառվելու վտանգը ստիպում է գարահիսարցիներին փորձել հանդուգն գրոհով դուրս գալ շրջապատումից։ 1915-ի հունիսի 29-ի գիշերը մոտ 1000 հոգուց բաղկացած հայկական ջոկատը գրոհում է մի քանի ուղղությունով։ Ծանր մարտերից հետո հայերին հաջողվում է ճեղքել հակառակորդի օղակը։ Դրանից հետո թուրք զինվորները ներխուժում են Բերդ եւ գազանաբար հաշվեհարդար տեսնում մնացած բնակչության հետ։ 1915-ի հուլիսի վերջին ստանալով գաղթելու հրամանը, տեղի հայության մեծ մասը որոշում է չենթարկվել, այլ դիմել ինքնապաշտպանության։ Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվում է զինվորական խորհուրդ Տիգրան Անդրեասյանի, Հաբետ Իսկենդերյանի գլխավորությամբ։ Մուսալեր է բարձրանում ավելի քան 4000 մարդ։ Օգոստոսին տեղի է ունենում առաջին մարտը։ Հայերը հետ են շպրտում թշնամուն։ Այդ պարտությունից հետո թուրքական հրամանատարությունն ավելի մեծ ուժեր է կենտրոնացնում։
բերում է հրետանի, որը սկսում է ռմբակոծել հայկական դիրքերը։ Թշնամի մեծ ուժերով հրետանու աջակցությամբ կատաղի մարտերից հետո կարողանում է մոտենալ հայկական դիրքերին եւ գրավել դրանցից մի քանիսը։ Հայ մարտիկները սակայն հավաքելով իրենց ուժերը անակնկալ հարձակում են ձեռնարկում եւ հետ շպրտում թշնամուն։ Որոշ անհաջողություններից հետո թուրքական հրամանատարությունն այլևս չի դիմում ակտիվ մարտական գործողությունների, այլ ավելի սեղմում պաշարման օղակը, հայերին դատապարտելով դանդաղ սովամահության։ Չնայած ծանր դրությանը, հայերը պահպանում էին ոգու արիությունը։ Այսպիսի օրինակները մոտ 30 տասնյակ են՝ Մուշ, Սասուն, Բիթլիս, Ուրֆա, Ագդաղ, Չաթի եւ այլն։ Սա ապացույցն է այն բանի, որ հայության լուր մորթվելու թեզը շինծու է եւ առանց գիտական հենքի։ Ավելին, այն ծառայում է որոշակի նպատակների, ինչպես օրինակ ներշնչել ժամանակակից հայությանը, որ փոքր մարդկային եւ նյութական ռեսուրսներով հնարավոր չէ պայքարել ավելի շատ հնարավորություններ ունեցող պետությունների եւ համակարգերի դեմ։ Համակերպվելով ու ենթարկվելով միայն ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին։ Պետք է մի կողմ դնել անապատներում գլուխը կախ մորթվելու գնացող հայ մարդու մասին արհեստածին եւ կեղծ պնդումը։ Մեր նկարանող խումբը այս պահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի սկզբնամասում է։ Ուղիղ միացմամբ հետևենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Բարի լույս անի, այս ժամին դեպի հուշահամալիր մարդկանց ինչպիսի հոսք է նկատվում։ Այս պահի դրությամբ հասարակական քաղաքական գործիչներից կամ պաշտոնյաներից արդեն արգելություններ եղել են։ Բարի լույս Սվետլանա, այս պահին մենք գտնվում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի սկզբնահատվածում, որը փակ է, քաղաքացիները այնտեղ մտնել չեն կարողանում, պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի Ծիծեռնակաբերդ այցով։ Չնայած վաղ առավոտ է, բայց մարդիկ բավական շատ են այստեղ, նրանք որոշել են օրը հարգանքի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով սկսել։ Մենք տեղեկություն ունենք, որ հուշահամալիր է այցելել Ֆրանսիայի դեսպանը, իսկ Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարություն է տարածել։ Կխնդրեմ օպերատորին այստեղ տիրող վիճակը ավելի լավ պատկերացնելու համար ցույց տա, թե որքան է այս պահին մարդկանց թիվն այստեղ։ Օրվա ընթացքում սովորաբար հազարավոր մարդիկ են գալիս հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Եվ այսօր էլ բացառություն չէ, արդեն հիմա այստեղ կան մարդիկ, ովքեր նախընտրել են օրը սկսել հենց այստեղից ծաղիկներով եւ լուր հարգանքով։ Տեղեկացնեմ, որ հենց այս հատվածում բնակիչների հավաքված քաղաքացիների միջև կարճ ժամանակահատվածում վեճ էր սկսել այս կամ այն քաղաքական ուժին պաշտպանելու համար մարդիկ բողոքում էին, որ ինչու են փակել դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը, մի մասը պաշտպանում էր, մի մասը քննադատում, որ պետք չէ այսօրով մարդկանց վաղ առավոտից նյարդայնացնել, փակել դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհահատվածը, բայց ինչպես տեսնում եք, այս պահին հանդարտվել են նրանք, հիշելով, թե ինչու են հուշահամալիր այցելել։ Այստեղ ոստիկաններն են նաև հասարակական կարգն ապահովելու ծառայություն իրականացնում։ Այսքանը Սվետլանա, մենք պարբերաբար կապ կհաստատենք Ծիծեռնակաբերդում տիրող վիճակը ներկայացնելով ձեզ։ Շնորհակալություն Անի, Ծիծեռնակաբերդից ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Այս հիշողությունը այսօր էլ շարունակում է միավորել հազարավոր մարդկանց։ Ամեն տարի ցեղասպանության տարելիցի նախօրեին Երևանում անցկացվում է ջահերով երթ։ Մարդիկ հավաքվում են Հանրապետության հրապարակում եւ քայլում դեպի Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։ Այս տարի եւս տեղի ունեցավ երթը, որի մեկնարկին ջահակիրները այրեցին Թուրքիայի դրոշը։ Մեկնարկում է 2026 թվականի ջահերով երթը, պայքարը շարունակվում է, մեկ խաղ, մեկ պայքար, 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 պայքար։ Սիրելի
բնակիչներ, վարում ենք ջահերը և կանթեղները, մեկնարկում ենք ջահերով երթը, Նիկոլ Փաշինյանը սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշի այրումը։ Փաշինյանի մամուլի քարտուղարի խոսքով վարչապետը դատապարտում է նման գործելակերպը, այն գնահատելով անպատասխանատու և անթույլատրելի։ Ջահերով երթի մեկնարկից առաջ ՀՅԴԱԳՄ ներկայացուցիչ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ 111 տարի անցել հայ ժողովուրդը շարունակում է իր պայքարը հիշողության, իրավունքների և ինքնության պահպանման համար։ Նա ընդգծել է, որ ցեղասպանության նպատակը միայն ֆիզիկական ոչնչացումը չէր, այլ նաև ազգային ինքնության վերացումը, սակայն հայ ժողովուրդը կարողացավ վերականգնվել և պետականություն կերտել։ Իսկ այսօր ավելի քան մեկ դար անց մեր վրա հարձակվում են ոչ թե յաթաղանով, այլ ուրացման պարտադրանքով։ Նպատակը նույնն է՝ ջնջել հայկական հետքը, վերացնել մեր տեսակը։ Մեզ ստիպում են, որ չոգեշնչվենք Արարատով։ Մեզ ստիպում են մոռանալ Արցախը և այնտեղ կատարված ոճիրը։ Մեզ ստիպում են հրաժարվել մեր պետության ծննդյան վկայականից, անկախության հռչակագրից։ Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ Արցախում ոչնչացնում են մեր եկեղեցիները և մեր եղբայրները գտնվում են Բաքվի բանտերում և փաստացի շարունակում է ցեղասպանության քաղաքականությունը։ Եվ այս ամեն ինչը արվում է այս շենքում նստած հանցագործի Փաշինյանի մասնակցությամբ և մեղսակցությամբ։ Մեզ համատեղ ուժերով փորձում են սպառնալ, ստիպել հրաժարվել մեր իրավունքներից, բայց մենք գիտենք պատմության դասը, նա ով հրաժարվում է իր անցյալից, կորցնում է իր ապագան։ Իսկ ինչ հայտարարություններ են արել երթի մասնակիցներն ու քաղաքական գործիչները, տեսանյութում։ Քանի որ մեր պայքարը չի ավարտվել եւ դեռ նոր իրականում թիրախներ ունենք պայքարի համար, այս տեսանկյունից եւս կարող եմ պնդել, որ ջահերով երթը էական կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի քաղաքական կյանքում, որովհետեւ եթե նայենք որպես ցեղասպանության պահանջատիրական միջոցառում միակ եւ եզակին է Հայաստանում, մանավանդ իր մասշտաբով, որ տեղի է ունենում։ Ցավոք սրտի, վերջին տարիներին հաշվի առնելով նաեւ Հայաստանի իշխանությունների քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել են այս տեսանկյունից, մենք ավելի կարևորում ենք այս միջոցառումը եւ մեր քաղաքացիներն էլ կոչանում մասնակցել։ Իրոք վերջի մի քանի տարին ջահերով երթը ուղերձ է ոչ միայն արտաքին լսարանին, այլ նաև ուղերձ է Հայաստանի իշխանություններին, որի հեճուկս իրենց ժխտողական, ապազգային, զոհին մեղադրելու քաղաքականության հայ ժողովուրդը պատրաստ է պայքարել իր իրավունքների իրականացման համար։ Դա մեր հիշողությունն է, դա մեր անվտանգության բաղադրիչներից մեկն է, որովհետև միջազգային օրենքի համաձայն երկիրը, որը ցեղասպանություն է գործել մեկ այլ երկրի, մեկ այլ ազգի հանդեպ, պատասխանատվություն է կրում զոհի անվտանգության համար։ Դա մեր այսօրվա անվտանգության երաշխիքներից մեկն է։ Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կոլաբորացիոնիստական վարչակարգը իրականացնում է քայլեր, որը ուղիղ դեմ է հայոց պահանջատիրության գաղափարին, ավելին, սրանք ոչ ավել ոչ պակաս հայտարարում են, որ հələ պետք է հասկանանք ինչու է եղել ցեղասպանությունը, փորձում են այլ պետությունների մեղավոր ճանաչել, չհասկանալով մի բան, որ 1911 թվականի Սալոնիկի գաղտնի ժողովի որոշում կա, ըստ որի հայ ժողովուրդը եւ քրիստոնյա հայ ժողովուրդն պետք է ցեղասպանվեին։ Սա ուղիղ ուրացում, եւ թրքապատակ ռեժիմից ինչ պետք է սպասենք։ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի ապագան Էրդողանի գիրքն է։ Վերջին տարիներին մենք կարծես սա ավելի շատ այս կոչերը ու ցեղասպանությունը հիշելը, դատապարտելը ավելի շատ կարծես ուղղացնի մեր իշխանություններին, ցավոք, որովհետև շարունակաբար մոռացության է
տրվում այս ամենը, նսեմացվում է, արտաքին քաղաքական օրակարգից հանվում է եւ այստեղ գիտեք, ուղղակի հույսս ու ակնկալիքն այն է, որ այս իշխանությունների մնացել ընդամենը մի քանի ամիս եւ այս խնդիրը մենք այլևս չենք ունենա հաջորդ տարվանից սկսած։ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է եւ մենք որպես հայ ժողովուրդ մշտապես այն հիշելու ենք եւ այն մեր միջազգային արտաքին քաղաքական օրակարգում մշտապես լինելու է։ Այստեղից ում ենք հիմա ուղերձում Թուրքիա, Ադրբեջան, միջազգային հանրություն։ Գիտեք, մինչև վերջերս հավանաբար այս ուղերձը մշտապես արտաքին դերակատարներին է եղել, բայց կարծում եմ վերջին ժամանակահատվածում այն շատ ակտուալ է ասել, որ նաև գործող իշխանություն է վերաբերում, որովհետև գիտեք, որ շատ բաց են խոսում նրա մասին, որ պետք է դեռ ուսումնասիրվի հայոց ցեղասպանության հանգամանքները, դեռ պետք է պարզվի ինչ պայմաններում է տեղ ունեցել հայոց ցեղասպանությունը, դեռ պետք է գտնվեն, թե որքան մարդիկ են զոհվել ցեղասպանության ժամանակ եւ հետեւաբար ուղերձը նաեւ այս իշխանություններին է, որ չնայած ձեր ուրացման քաղաքականությանը հայ ժողովուրդը չի ուրանում իր պատմությունը։ Այս տարվա երթը պայքարը շարունակվում է կարգախոսով էր, որը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող շարունակական պայքարը։ Իսկ ինչպես է ստեղծվել ջահերով երթի գաղափարը եւ ինչ խորհուրդ ունի իմ գործընկեր Անի Աբաղյանի պատրաստած ռեպորտաժում դիտենք։ Պայքար, վրեժ, հատուցում։ Ցեղասպանության մոռացվող պահանջատիրությունը վերականգնել էր պետք, որի սկիզբը ջահերթով սկսվեց, հիշում են առաջին կազմակերպիչներից Մհերն ու Վաղարշակը։ Երիտասարդ էինք, Սկսեցին 1999 թվականին 150 ջահակիրով, ջահել մի ասա, մի կավեշիշ կատակում են։ Իսկ հիշում ես ջահելը ոնց մեջտեղ բերեցինք, ոնց ապահովեցինք։ Սկիզբը բանն էր, այդ պահածոյի տուփերով էինք ուզում անեինք, եթե չեմ սխալվում ինչ-որ տեղից էլ այդ ներքնակ էինք գտել, որի մեջ բուրդ էր, թե ինչ էր, այդպես լցոնում էինք։ Եթե ամենաերկար վարդը։ Հա, ամենաերկար տարբերակը դա էր մոմերով չէ, բայց հետո Քանաքերավանից արվեստի դպրոցի շշերի պատմությունը բռնեցին, շշերը կտրեցին, կավե շշերի տակը կտրեցինք, ինքը դարձավ ջահ։ Տարեցտարի շատացան ջահերը, ջահակիրներն ու պահանջատեր մարդիկ։ Կավե ջահերին փոխարինելու եկան երկաթե ջահերը, ավելացավ Հայաստանի ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները, երաժշտությունը։ Պահանջատիրության ջահը միշտ Պահանջատիրությունը դարձավ ավանդական։ Թեպետ ջահերթի կազմակերպիչը հայ հեղափոխական դաշնակցությունն էր, բայց այն վաղուց վեր է կուսակցական շարժում լինելուց, վերածվել է համահայկական միջոցառման։ պահանջատեր ենք Եվ պայքարի կոչ էր։ ոչ միայն ցեղասպանություն ճանաչեցնելու հարցում, այլ նաև հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները, որ դժբախտաբար հիմա դիտավորյալ փորձում են մոռացության տան։ Արցախյան առաջին հաղթանակն էր ոգևորել երիտասարդներին ցեղասպանության մասին ավելի բարձր խոսելու համար, հիշում են ընկերներն ու շարունակում։ Արցախի կորուստն ու պետական մոտեցումը փորձ է ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության ջահերթի գաղափարի նսեմացման։ Ժողովրդի մեջ հայի տականքը գլուխ բարձրացրեց ու այսօր հարցականի տակ է դրված եւ Հայաստանի պետության, չունենք Արցախը, ժամանակավոր, բայց ցեղասպանության հարցն է կասկածի տակ դրվում։ Բոլոր մասնակիցները, ովքեր որ մեկ անգամ գոնե մասնակցել են, վստահաբար կզգան տարբերությունը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալու, որպես սգո օր, որպես հիշատակի օր եւ ապրիլի 23-ին, որպես պահանջատիրության օր Ծիծեռնակաբերդ բարձրանալու։ Պահանջատիրությունը միակ կանխող միջոցն է Թուրքիայի եւ Ադրբեջանի վարող քաղաքականության դեմ, որը քաղաքական ակցիայով ջահերթով սկսվել է, բայց չպետք է ավարտվի։ Ջահերով երթը հիշողության եւ շարունակական պայքարի խորհրդանիշ է, սակայն այդ հիշողությունը ձևավորվում է նաեւ փաստերի ու վկայությունների միջոցով։ Այս համատեքստում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացվել է նոր ցուցադրություն, որը ներկայացնում է վերապրածների եւ օտարազգի ականատեսների վկայությունները։ Ցուցադրությանը ներկայ է եղել Սեդա Մակարյանը։ Դուք չէիք կարող ամեն օր ձեր ձեռքերում մեռնող երեխա գրկել ու անհաղորդ մնալ նրանց օգնության կոչերին։ Դժվար գտնվի մեկ հայ, որը չի սքացել իր ընտանիքի անդամներից որևէ մեկի կորուստը օտարազների պատճառով։ Ավստրիալացի մարդասեր Էդիթ Մեյ Գլենվիլ։
Հայ երեխաներին տեղավորելով նավակների եւ բեռնանավերի վրա նետեցին ծովը եւ խեղտամահ արեցին։ Պարիադրոսի Սարահարթը ծածկված էր հայերի դիակներով՝ Խրիստիանոս, Ֆիլիպիդիս, ույն հոգևորական։ Երբ հայերը լքեցին պատմական սրբավայրը, Վարագավանքը, իր նմանը չունեցող հազարամյա գրադարանով այն ընկավ թուրքերի ձեռքը։ Վերջիններս ամբողջովին հրկիզեցին այն։ Մեհմեդ Ջելալբեյ, արաբ գործիչ։ Սրանք հայոց ցեղասպանության մասին օտարազգի վավերագրողների վկայություններն են, որոնք այսօր ցուցադրված են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Ցուցադրություն, որտեղ նմուշները պատմում են իրականության մասին, որտեղ ամեն իր պատմության ամենադաժան էջերի լուռ վկան է։ Ապացույցը մարդկային անաղոքության ու աշխարհի անտարբերության։ Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացվել է փաստագրելով հանցագործությունը Հայոց ցեղասպանությունը վերապրողների առաջին վավերագրումները խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Սրանք պարզապես փաստերի հավաքածու չեն։ Դրանք մարդկանց ձայներն են, որոնք հրաշքով փրկվելով մահից հրաժարվեցին լռել։ Անձնական ցավը մի կողմ դնելով նրանք ձեռնամուխ եղան մի գործի, որն այսօր ունի ոչ միայն պատմական, այլև քաղաքական եւ իրավական նշանակություն, արձանագրել հանցագործությունը, փաստել իրականությունը եւ պահպանել հիշողությունը։ Այս վկայությունները այնքանով են կարևոր եւ բացառիկ, այսինքն քանի որ դրանք հավաքվել են թարմ հիշողությամբ եւ հենց այդ ուրեմն դեռ արհավիրքի տարիներին։ Հայոց ցեղասպանությունից մազապուրտ եղած հայ եւ այլազգի վավերագրողների մոտ 2 տասնյակ բացառիկ էջեր են ցուցադրվում Թանգարան ինստիտուտում։ Թանգարան ինստիտուտի գիտաշխատողն առանձնացնում է Վահան Տերյանի կատարած աշխատանքը։ Բանաստեղծը Երևան տեղափոխված որբերի վերապրածը հավաքագրել է խաղ դասի միջոցով չվնասելու համար նրանց առանց այդ էլ անկայուն հոգեբանությունը։ Դրանք այժմ ցուցադրված են թանգարանում։ Նպատակ ուներ հավաքել այդ երեխաներից իրենց պատմությունները, բայց բնական է հաշվի առնելով երեխաների հուզական ներաշխարհը, ինքը դա փորձում է կազմակերպել խաղ դասի միջոցով եւ հանձնարարում է շարադրություններ։ Այստեղ ներկայացված են այդ շարադրություններից մի քանիսը, որտեղ երեխաները իրենց ուրեմն, այսինքն իրենց աչքերով են ներկայացնում կատարվածը, նրանցից որոշները մասնակցել էին Վանի ինքնապաշտպանությանը։ Զտեղված էին նաև տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք արել էին այլազգի ներկայացուցիչները։ Տեսանյութերում հիմնականում որբերն էին, որոնք ձեռքերն օդ պարզած սնունդ էին խնդրում։ Որոշներն էլ ծանր աշխատանքներ էին անում թուրք գործատուների մոտ։ Նմուշներին ծանոթանալու էին եկել Հայաստանում, Ռուսաստանի, Կիպրոսի, Կանադայի, Վենետիկի արտակարգ եւ լիազոր դեսպաններն ու պատվիրակության անդամները։ Ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է լինելու մինչև 2027 թվականի ապրիլ ամիսը։ Սադամ Ակաջյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառման ժամանակ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայությանը կոչ է արել լինել ուխտապահ եւ հավատարիմ մնալ ազգային հիշողությանը։ Նրա խոսքով Հայաստանը պետք է հետևողական լինի իր հռչակած սկզբունքներին եւ շարունակի պաշտպանել հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը։ Տեղական լրահոսից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում 3 ավարտվել է ընտրությանը մասնակցելու համար կուսակցությունների առաջադրումների փուլը։ Հունիսի 7-ին նախատեսված ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն եւ 2 դաշինք։ Որ ուժերն են խորհրդարանական ընտրությանը առաջադրման հայտ ներկայացրել, ռեպորտաժում։ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի հերթական ընտրությանը կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն եւ 2 դաշինք։ Այս ընտրությանը քաղաքական ուժերը պայքարում են Հայաստանի ղեկավար դառնալու համար, բայց ովքեր են այդ ուժերը եւ ովքեր են գլխավորում նրանց ցուցակները։ Քաղաքացիական պայմանագիր, այս կուսակցությունը Հայաստանի իշխող ուժն է։ 2015 թվականին հիմնադրված կուսակցության առաջին համարը Նիկոլ Փաշինյանն է։ Այս ուժը 2017 թվականին մասնակցել է ընտրությանը Ելք դաշինքի կազմում, ապա 2018-ին Իմ քայլը դաշինքով, իսկ 2021-ին միայնակ։ Ելք կա, ելք կա, ելք կա, ելք կա, ապա կա, ապա
ԿՊ-ի երկրորդ եւ երրորդ համարներն են համապատասխանաբար Արարատ Միրզոյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Այս կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականին եւ արդեն թրծվել է ընտրական պրոցեսներում։ ԲՀԿ-ն տարբեր ժամանակահատվածներում ունեցել է մեծ ներկայացվածություն ազգային ժողովում։ 2007 թվականից սկսած ԲՀԿ-ն իր հաստատուն քվեն է ունեցել ընտրություններում։ Առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է, երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանն է, երրորդը Լուիզա Սարգսյանն է։ Հայաստան դաշինք այն քաղաքական միավոր է դարձել սկզբում Ռոբերտ Քոչարյանի վերածնվող Հայաստանի եւ Հայ հեղափոխական դաշնակցության միավորումից 2021 թվականին, իսկ այս տարի դաշինքի կազմում չկա վերածնվող Հայաստան կուսակցությունը, փոխարենը ավելացել է առաջ կուսակցությունը։ 2021 թվականի ընտրությանը հավաքելով 21% ձայն այս ուժը դարձավ խորհրդարանական ընդդիմություն։ Առաջին համարն Արցախի առաջին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդ համարը ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է, նույն դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը երրորդն է։ Ուժեղ Հայաստան դաշինքը այս ասպարեզում նորեկ է, այս տարի է ստեղծվել ղեկավարը բարերար Սամվել Կարապետյանն է, ցուցակի առաջին համարը նրա եղբոր որդին Նարեկ Կարապետյանը, երկրորդ համարը նախկին պատգամավոր իրավապաշտպան Արամ Վարդևանյանը, երրորդը սահմանադրագետ Գոհար Մելոյանն է։ 2015 թվականին ԿՊ-ի հետ միասին ձևավորվել է նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որը եւս ցանկանում է մասնակցել ընտրությանը։ Այս երկուսը միասին են 2017 թվականին ելք դաշինքով մասնակցել ընտրությանը։ Առաջնորդն ու առաջին համարը հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն է, երկրորդը Կարպիս Փաշոյանը, երրորդը Շուշանիկ Ավագյանը։ Հայ ազգային կոնգրես նախկինում ՀՀՇ որպես ՀԱԿ ձևավորվել է 2008 թվականին։ ՀԱԿ-ը սկզբում ձևավորվել է որպես քաղաքական դաշինք, որը միավորել է մի շարք ընդդիմադիր ուժերի իշխանության դեմ պայքարի նպատակով։ Հետագայում այն ավելի շատ դարձավ կուսակցական կառուցվածքով ուժ։ Առաջնորդը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանը։ Վարչապետի մյուս թեկնածուն Արման Թաթոյանն է, Միասնության թևեր կուսակցության ղեկավարն ու ցուցակի առաջին համարը։ Թաթոյանը 2016-ից 22 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը։ Այս ընտրություններին վարչապետի թեկնածուներ են առաջադրել նաև մի շարք այլ ուժեր՝ Հանրապետություն կուսակցություն Արամ Սարգսյան, Վազգեն Սարգսյանի եղբայրը, Քրիստոնյա դեմոկրատական կուսակցություն Լևոն Շիրինյան, Հանուն Հանրապետության ժողովրդավարության կուսակցություն Արման Բաբաջանյան, ԴՕԿ կուսակցություն Վարդան Ղուկասյան, Նոր ուժ Հայկ Մարության, Ալյանս Տիգրան Ուրիխանյան, Ժողովրդավարական համախմբում Սուրեն Պետրոսյան, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն Գուրգեն Սիմոնյան, Բոլորին դեմ եմ նախաձեռնությունը դիրքավորվում է որպես բողոքական ընտրական ձևաչափ, ի դեպ այս ուժը հայտարարել է, որ կգործակցի ԿՊ-ի հետ, եթե իրենց գաղափարներն ու ծրագրերը համընկնեն։ Սադամակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրությանը, միաժամանակ անդրադառնալով 2018 թվականի իրադարձություններին եւ այդ շրջանի քաղաքական որոշումներին։ Նա իր հրաժարականի 8-րդ տարվան նվիրված տեքստում խոստովանել է, որ չի կարողացել հասարակությանը լիարժեք բացատրել իր առաջադրման նպատակը։ Երրորդ նախագահի խոսքով իր առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգությունը ապահովելը։ 2018 թվականին ես առաջադրվեցի, որպեսզի երաշխավորեմ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, որպեսզի սահմաններին չլինի այրունահեղություն, ապա հրաժարական տվեցի, որպեսզի սահմանների ներսում թույլ չտամ այրունահեղություն։ Իսկ այսօր իմ հրաժարականից 8 տարի անց ժողովրդի մի ստվար մաս համարում է, որ Նիկոլի իշխանությունը կա այնքան ժամանակ, քանի դեռ նրա դեմ քաղաքական պայքարի առաջին շարքում նախկիններն են։ Հայաստանն իր արմատից կտրած ծնկի բերած պարտքի մեջ թողած ու ստով հեղեղած խմբակը պետք է հեռանա։ Այլընտրանքը սարսափելի է, սարսափ մեր երկրի, մեր ժողովրդի ու հաջորդ սերնդի համար։ Սարսափը հենց իրենց համար, պարզապես իրենք էլ դեռ չեն գիտակցում։ Արթնանալ է պետք, որ հետո ուշ չլինի։ Սարգսյանի այս հայտարարությանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ Ղարաբաղյան հարցը դեռ վաղուց հասել էր մի կետի, երբ այլընտրանքային լուծումները գրեթե սպառված էին։ Երեկվա մեկ ժամանոց ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև մի շարք զգայուն թեմաների մասին։ Երբ որ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ, եւ ես բնականաբար այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի
ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա։ Այս հայտարարությամբ կառավարության ղեկավարը արձագանքեց իր ընտանիքի շուրջ շրջանառվող հարցերին, անդրադառնալով Աննա Հակոբյանի հետ հարաբերություններին, հատուկ ընդգծելով, որ իրականում կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը։ Անձնական կյանքի մասին հարցերը չշարունակվեցին եւ հերթը հասավ քաղաքական հարցերին։ Փաշինյանը չի պատրաստվում Ստեփանագերտի մայր եկեղեցու ոչնչացումը միջազգային հարց սարքել։ Պնդեց, նման թեմաների նկատմամբ պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայր սուր են։ Ինչպես նոր կտակարանում ասվում է, որ մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ ինչպես նոր կտակարանն է ասում, դատվելու կտակարանը իր ընթերցողներին ասում է դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով որ դատելու եք։ Սա կարող է նպաստավոր հենք հանդիսանալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակմանը։ Հաշվի առնելով, որ այս քաղաքականությանը զուգահեռ, երբ որ երկու եկեղեցի հիմնովին ոչնչացվեց, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է Հայաստանին մեղադրում Չակերտեղ մշակութային ցեղասպանության մեջ։ Պետք է ել ավելի ագրեսիվ քաղաքականություն πάρենք եւ ցանկացած հուշարձանի հետ կապված կլինի ոչնչացում թե վանդալիզմի այլ դեպքեր դարձնենք միջազգային քննարկման առարկա։ Հերթը հասավ եկեղեցի պետություն հարաբերություններին եւ հարկային դաշտին։ Ըստ Փաշինյանի կառավարությունը պատրաստ է վերադարձնել հայաստանյան առաքելական եկեղեցու գործունեությունից գոյացած եւ գանձված հարկերը, ընդգծելով ֆինանսական թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը։ Նրա թիրախը դարձյալ վեհապարներ։ Իսկ ինչու պետքա մենք Հայաստանի այս առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, որ օրինակ մոմի վաճառքը ինչքան շրջանառություն է ապահովում։ Հետո ինչ են լինում այդ փողերը։ Դա նրա համար է, որպեսզի օրինակ Կտրիչ Ներսիսյանի զարմիկները բանով G դասի Mercedes-ով պատտվեն։ Արվա կտրվածքով, ասենք վաճառած մոմի շահույթը կարող հնարավորություն է տալիս ունենալ մեկ մոմավաճառ, մեկ հավաքարար, մեկ երգչուհի, կոմունալ ծախսեր եւ երկու ուսուցչուհի կրթանում։ Եվ քարտային համակարգով տրամադրվում լրիվ թափանցիկ, լրիվ պարզ։ Ճեպազրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ նաև ներքաղաքական զարգացումներին եւ առաջիկա ընտրություններին։ Նրա խոսքով նախկին իշխանությունները փորձում են վերադառնալ քաղաքական դաշտ նոր ձևաչափերով, սակայն նույն դերակատարներով։ Ավելին քաղաքական հակառակորդներին, ՀԱԿ-ին եւ Դաշնակցությանը դրեց մեկ ընդհանուր ափսեի մեջ։ Հեղափոխությունից առաջ թվում էր, թե քաղաքական դաշտում կան ազատականներ, չգիտեմ, այլ հայացքներ։ Ուրեմն հիմա ինչ պարզվեց։ Պարզվեց, որ ասենք օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, զտարյուն։ Այդ մնացածը բան է, թատրոն էր, խաղ էր։ Ընդ որում ըստ Փաշինյանի Տեր-Պետրոսյանը ամենաանհաջողակ եւ ամենաանհաջող դաշնակցականն էր։ Դե գրետ Հայաստանի պատմության մեջ Հայաստանի ամենամեծ վնաս տված մարդու գնահատականին ոնց կարելի է գնահատականը լուրջ ընդունել։ Ու կրկին Երևանի խցանումների մասին խոսելիս արդարացումների ֆոնին Փաշինյանը հիշեց Երևանի նախկին քաղաքապետին ու Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Փաշինյանի խոսքով Երևանի նախկին քաղաքապետը եւ Գյումրիի ղեկավարները բացահայտ կամ ոչ բացահայտ գործել են կառավարության դեմ։ Գյումրու ճանապարհները վատն են, իսկ դրանից դուրս ամեն բան կարգին է։ Մեր կառուցած բանը շատրվանը միացնում են Դոլյա Վարավսկա երգում։ Հիմա հույս ունեմ երգում է Դոլյա Վարավսկան առավոտի դիկու։ Եվ վերջում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի նախատեսում ակտիվացնել աշխատանքները հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ ապասառեցում չի լինելու։ Միաժամանակ նա նշել է, որ երկիրը կարող է ապագայում թե դուրս գալ կազմակերպությունից, թե մնալ կախված իրավիճակից։ Մեկ ցավալի լուր մահացել է ապրիլյան քարորյա պատերազմի նահատակ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Աննա Աբաջյանը։ Վերջին շրջանում Արցախի հերոսի մայրը առողջական խնդիրներ է ունեցել։ Նա 52 տարեկան էր։ Հիշեցնեմ, որ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է Արցախյան քարորյա պատերազմի ժամանակ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։
Միջազգային լրահոսից Մերձավոր Արևելքում ավելի քան 50 օր շարունակվող լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլև շարունակում է խորանալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում ավարտել հակամարտությունը։ Նա նշել է, որ ժամանակը Իրանի օգտին չէ եւ ընդգծել, Վաշինգտոնը գործարքի կգնա միայն այն դեպքում, երբ դա լիովին համապատասխանի ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների շահերին։ Թրամփը նաև հայտարարել է, որ հրահանգել է ԱՄՆ ռազմածովային ուժերին ոչնչացնել Հորմուզի նեղուցում մականներ տեղադրող ցանկացած նավ։ Նրա խոսքով ամերիկյան ուժերը արդեն իրականացնում են նեղուցի ականազերծում եւ այդ գործողությունները շարունակվելու են առավել ուժեղացված տեմպերով։ Իսկ ըստ իսրայելական 12-րդ հալիքի Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը լքել է բանակցային թիմը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջնորդության պատճառով։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակը հերքել էր երկրի ներսում պառակտումների մասին տեղեկությունները։ Նա նշել է, որ Իրանը միավորված է եւ պատրաստ է դիմակայել արտաքին ճնշումներին։ Եղանակի մասին Սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 15-ից 17, իսկ երեկոյան 5-ից 7 աստիճան տաքություն։ Եվ վերջում Նեմեսիսի վերջին գործողության այսպես կոչված երկրորդ հերոսը երկար ժամանակ հայ վրիժառուների գնդակներից խուսափած Էնվեր Փաշան էր։ Նա առաջին համաշխարհային պատերազմի սկզբին անմիջականորեն գլխավորել է Կովկասյան ճակատում թուրքական լայնածավալ հարձակումը։ Օսմանյան կայսրության պարտությունից հետո 1918 թվականի նոյեմբերին Էնվերը ապաստանել է Գերմանիայում։ 1922 թվականի օգոստոսի 4-ին խորհրդային զորքերի հետ բախումներից մեկի ժամանակ Էնվեր Փաշային սպանել է Հակոբ Մելքումյանը։ Դիտենք ամրոց հիմնադրամի պատրաստած ֆիլմի 7-րդ մասը, իսկ մենք կհանդիպենք ժամը 12-ին ABC լուրերի հերթական թողարկմանը։ 1918 թվականին Ստամբուլի ռազմադաշտային դատարանների սահմանած պատիժը հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչների նկատմամբ այդպես էլ գործի չդրվեց։ Պատճառը մեծ տերությունների քաղաքական երեսպաշտությունն էր եւ Մուստաֆա Քեմալի հայատյաց դիրքորոշումը։ Արդարություն թախանձող, բայց ձեռնունայն մնացած հայությանը քաղաքակիրթ աշխարհը չթողեց այլ ելք, քան դիմել այրոնռուշ դիցուհու հովանավորությանը։ «1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածողու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Նեմեսիս ծրագրով ոչնչացման ենթակա հայասպան դահիճների ցանկում այս մարդու անունը երկրորդն էր։ Իսմայիլ Էնվեր ծնվել է 1881 թվականին Ստամբուլում երկաթուղայինի ընտանիքում։ Սովորել է Օսմանյան գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում, ապա 1903-ից ծառայության անցել Օսմանյան կայսերական բանակում։ 1906 թվականին անդամագրվել է Վաթան Վեհյուրի հետ հայրենիք եւ ազատություն ընդհատակյա կազմակերպությանը եւ կապեր հաստատել երիտթուրքերի հետ։ 1908 թվականին դարձել է երիտթուրքական հեղաշրջման ամենաեռանդուն առաջնորդներից մեկը եւ արժանացել նորաստեղծ թուրքական պետության ամենահեղինակավոր զինվորականի համբավին։ Իր հավակնությունների, փառասիրության, եռանդի, նաեւ կարճահասակ լինելու պատճառով ստացել է թուրքական Նապոլեոն մականունը։ 1913 թվականին իրականացրել է նոր հեղաշրջում Թուրքիայում եւ ձևավորել եռապետություն, դառնալով դրա անդամը եւ վերցնելով իր ձեռքը պետության ռազմական նախարարությունը։ Անձամբ է նպաստել Թուրքիան առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու գործընթացին եւ ստանձնել Օսմանյան բանակի վարած գլխավոր ճակատամարտերի հրամանատարությունը։ Ամենաեռանդուն մասնակցությունն է ունեցել հայոց մեծ եղեռնի կազմակերպման գործում, այդպիսով իրականացնելով իր վաղեմի երազանքը՝ իսպառ ոչնչացնել կայսրության տարածքում բնակվող բոլոր քրիստոնյաներին։ Հենց նրա հրամանով Օսմանյան բանակում ծառայող բոլոր հայազգի զինվորականները զինաթափ են արվել եւ սպանվել առանձնակի դաշնությամբ։ Իր բացառիկ դերը հայկական արհավիրքում ամրագրելու համար հայտարարել է. «Առանց մի թուրք զինվորի կորստի ես ոչնչացրի թրքության թշնամի հայերին»։ 1918 թվականին Մուդրոսի կապիտուլյացիայից հետո Ստամբուլի ռազմադաշտային դատարանի կողմից դատապարտվել է մահվան։
Սակայն Թալիաթի ու Ջեմալի հետ Սուզանավով փախել է Գերմանիա, ուր որոշ ժամանակով ծպտյալ ապրել է Ալի Բեյ անվան տակ։ 1920 թվականին ժամանել է Մոսկվա ու համագործակցություն սկսել բոլշևիկյան իշխանությունների հետ պրոլետարական հեղափոխության եւ իսլամի միավորման ցնդաբանական նախագծի շուրջ։ Այդ ծրագիրը գործի դնելու համար Լենինի հանձնարարությամբ մեկնել է Թուրքեստան, հավաքագրել այնտեղի բազմացներից իսլամի բանակը, որը սակայն կարճ ժամանակ անց առաջնորդել է թուրքեստանյան բոլշևիկների դեմ։ Նպատակ ունենալով ստեղծել մեծ Թուրանը Պամիրից մինչև Թրակիա եւ Ղրիմ, հռչակել է իրեն իսլամի բոլոր զորքերի գերագույն գլխավոր հրամանատար Խալիֆի Փեսա եւ Մուհամմեդի տեղապահ։ Էնվեր Փաշայի հայտնաբերման եւ ոչնչացման գործընթացը ամենադժվարը եղավ Նեմեսիս ծրագրի անդամների համար։ Վրիժառուները նրան որոնում էին ամենուր եւ ջանք չէին խնայում օր առաջ վերջ տալ Դահիճի կյանքին։ Դեռևս 1915 թվականին Միսակ Թորլաքյանը ծրագրեց նրան սպանել Տրապիզոնում, բայց չհաջողեց։ Այնուհետև 1920-ին Էնվերի հետքը հայտնաբերվեց Բաքվում, բայց այնտեղ շտապած Արշավի Շիրակյանն ու Արամ Երկանյանը ճանապարհին ձերբակալվեցին վրացական հատուկ ծառայությունների կողմից։ 1922 թվականին Հրաչ Փափազյանի խումբը բացահայտեց Էնվերի առանձնատան հասցեն Բերլինում, սակայն նախկին ռազմական նախարարը, թողնելով ընտանիքը Գերմանիայում, ճողոպրել էր արդեն Ռուսաստան։ Ամեն անգամ բախտը ժպտում էր թուրք Նապոլեոնին, սակայն նա ինքը վստահ էր, որ այդպես անվերջ շարունակվել չի կարող։ Հաստատապես հայտնի է, որ Միջին Ասիա ուղևորվելու նրա որոշման գլխավոր դրդառիթը հայ վրիժառուների աչքից ու ձեռքից պրծնելու վերջին հույսն է եղել։ Սակայն մինչև Նեմեսիս ծրագրի անդամները կհասցնեին շարունակել Էնվերի նկատմամբ որսը Թուրքեստանում, նրա հանդեպ մահվան դատավճիռը շտապեց իրականացնել ազգությամբ հայ կարմիր բանակային մի սպա։ Հակոբ Արշակեի Մելքումյան ծնվել է 1885 թվականին Արցախի Խերխան գյուղում։ 1900 թվականից ապրել է Բաքվում, ապա Աշխաբադում։ Ծառայել է ռուսաց կայսերական բանակում եւ առաջին աշխարհամարտի տարիներին դարձել արևմտյան ճակատում գործող կազակային հեծյալ գնդի էսկադրոնի հրամանատար։ 1917 թվականից հարել է բոլշևիկներին։ Մեկ տարի անց նշանակվել Մոսկովյան առաջին հեծելազորային գնդի հրամանատար եւ մասնակցել Դենիկինի դեմ վարած մարտերին։ 1919 թվականին ուղևորվել է Միջին Ասիա ու ստանձնել հեծելազորային բրիգադի հրամանատարի պաշտոնը։ Մասնակցել է Բուխարայի ազատագրմանը Էնվեր Փաշայի իսլամի բանակի զորքերից, ինչից հետո հրահանգ ստացել Մոսկվայից հետապնդելու եւ ջախջախելու Էնվերին Պամիրի ստորոտներում, մինչ նա կհասցնի փախչել Աֆղանստան։ Հակոբ Մելքումյանը Էնվերի մահվան դատավճիռն իրականացրեց 1922 թվականի օգոստոսի 4-ին ներկայիս Տաջիկստանի Չաղան գյուղի մոտ։ Կանխավ նրա շտաբ ուղարկելով իր լրտեսներին, Մելքումյանը հանկարծակի հարվածով հարձակվեց Էնվերի զորքի վրա, շրջապատեց այն ու գրեթե բոլորին անխնա ոչնչացրեց։ Մելքումյանը անտեսեց Լենինից ստացած հրահանգը ամենափոքր իսկ հնարավորության դեպքում Էնվերին գերի վերցնել։ Իսլամի բանակի հրամանատարը պատրաստ է եղել հանձնվել Մելքումյանին, սակայն վերջինս վստահ լինելով, որ Մոսկվան արժանի հաշվեհարդար չի տեսնի նրա նկատմամբ, հրամայել էր զինվորներին տեղում գնդակահարել Դահիճին։ Ականատեսների վկայությամբ Էնվերը սպանվել է գնդացրի գնդակից, սակայն մահից հետո նրա գլուխն ու մարմինը մաս-մաս է արվել թրով։ Ըստ ամենայնի, նման հաշվեհարդարի հեղինակ է եղել Հակոբ Մելքումյանը։ Կան նաև վկայություններ, թե նախքան Էնվերին թաղելը տաջիկական Բալջուվան գյուղի մոտ Մելքումյանի հրամանով զինվորները նրա մարմինը իջեցրել են արտաթորանքի փոսը։ Իսմայիլ Էնվերը Նեմեսիսի սրբազան ուխտի վերջին խոշոր զոհն էր, ում մահվան դատավճիռը թեև իրագործվեց կարմիր բանակային սպայի ձեռամբ, բայց ողջ հայության, սրտի եւ հոգու արդար թախանձով։